Կա մարդկային մի տեսակ, որն ունի իր ապրելու ձևը, իր սիրելու, ատելու ձևը։ Դրանք արարող հոգիներ են։ Նրանք ծնվում են աստվածային նախախնամությամբ և այս աշխարհում կոչված են կրելու այդ իսկ նախախնամությամբ սահմանած բեռը, իրենց խաչը։ Երբեմն դափնիներ են հյուսում նրանց համար, երբեմն քարկոծում, երբեմն որոգայթներ լարում տգիտության լպրծուն լաբիրինթոցներում։ Միևնույն է, նրանց է տրված դնելու բոլորի սեղանին ամենաթանկագինը, խոքու հացը։ Սա մեծ անհատականությունների ճակատագիրն է, որ այնքան շռայլորեն բաժին է ընկել նաև Էդուարդ Իսաբեկյան արվեստագետին։ Բնությունը օժտել է նրան նախանձելի հատկանիշներով՝ առնական գեղեցկություն, կենսասիրություն, տաղանդ և ամենակարևորը զարմանալու ընդունակություն, որն այդպես էլ չլքեց նրան ապրած երկարուձիգ տարիներին։ Ամեն անգամ նայել է արևին ու զարմացել, նայել երկնքին ու զարմացել, քանի բյուր անգամ շրթունքներին է մոտեցրել արևահամ գինով լի թասը ու զարմացել է կորցրածով, զարմացել է գտածով, այս աշխարհը մնաց նրա համար զարմանալի, ինչպես ինքը կասեր, շատ զարմանալի մի բան։ Աստվածահաճո այս ընդունակությամբ էլ նա մի օր իր մեջ պետք է հայտնաբերեր նկարչին ու այս զարմանալի հողի վրա հաստատեր իր լինելիության կերպը։ Հազար 931 թվականին ավարտեց Երևանի Գեղարդ տեխնիկումը։ Հետագայում, երբ ուսանում էր Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիայում, մի խումբ ընկերներով այցելեցին Բաշբեյուկ Մելիքյանի արվեստանոց։ Հեշտ է ասել արվեստանոց, ուղղակի ընկան կիսախավար, խոնավ մի խուց, ուր մեն մի աթոռի հարևանությամբ հնամաշ բազմոցին նստած էր ճգնավորի նման լուռ, խաղաղ, մեղմ ժպիտով մի մարդ։ Այս դեպքի մասին սիրում է պատմել նկարիչը, տարակուսած ու շփոթված կանգնել էի։ Միթե այս մարդն է Թիֆլիսահայ այնքան անուն հանած գեղանկարիչը։ Ու երբ տեսա նրա նկարները, զարմանքից ուղղակի քար կտրեցի։ Այս փոքր, շատ փոքր նկարների մեջ, որտեղից այսքան սեր, այսքան ջերմություն, այսքան կյանք, զարմանալի էր, շատ զարմանալի։ Կախարդ է այս մարդը, ինչ է։ Այդ օրվանից ես զգացի գեղանկարչություն կոչված հրաշքը։ Այդ օրվանից ես դարձա գեղանկարիչ։ Այս ամենից հետո թվում էր, թե երիտասարդ նկարիչը պետք է անվերապահորեն կրի Բաշբեյուկ Մելիքյանի ազդեցությունը, ինչպես շատերը։ Լինեն հայ թե վրացի, բայց ոչ, խառնվածքի հարց է։ Այդ առաջին տպավորությունը մնաց որպես աննախադեպ ազդակ, իսկ ճգնավորի այդ ներամփոփ վիճակը անհարիր էր նրա հախուռն, անզուսպ հոգեկան կերտվածքին։ Նա ուրիշ կավից էր հունցված։ Եվ երբ 1941 թվականին ակադեմիան ավարտելուց հետո վերադառնում է Երևան, բոլորը հասկացան, որ դա ուղղակի վերադարձ չէր, այլ հայ արվեստի անդաստանը խոժած մի տաք մոլեգնող խոսանք, անզուսպ ու անկառավարելի։ Այսպես էլ ընդունեցին նրան հայ արվեստի ծառազարդ այգին համբերատար մշակող մեծանուն երևելիները։ Երիտասարդ նկարչի առևանգում նկարը նրանց արդեն շատ բան էր ասում, չէ, իգդիրցի այս աստծո կրակը փոթորիկ է որ կա, նա միևնույն առվից ջուր խմողներից չէ, ինքն է փորելու իր ջրի հունը։ 1942-ին Նայիրի Զարյանի և Սողոմոն Տարոնցու հետ գործողվում է բանակ 89-րդ հայկական դիվիզիան։ Տեսնում է մահ, ավերածություն, ջրացեղի մեջ ընկած սառած հայացքները երկնքին ուղղված դիակներ, ապրում է պատերազմի, մահի և հերոսականության այդ խառնարանի դաժան իրականությունը։ Ստեղծում է բազմաթիվ ճեպանկարներ, պատերազմական թեմայով նկարների շարք։ Այս աշխատանքների համար Իսաբեկյանը արժանանում է Հայաստանի Հանրապետության Գերագույն սովետի պատվոգրի։ Նկարները ցուցադրվում են Երևանում և Մոսկվայում, արժանանում շատ բարձր գնահատականի։ Սա նախանձելի հաջողություն էր։ Պատերազմական թեման այս տարիներին ընդհանրապես դարձավ ստեղծագործական մտքի առանցքը։
Արվեստի ռուս վարպետները հիրավի գլուխգործոցներ ստեղծեցին, սիմֆոնիաներ, կինոնկարներ, ազգային ազատագրական թեմայով կտավներ։ Տրվել էր հնարավորություն օգտագործել էր պետք, իսկ դրա համար քիչ է նույնիսկ տաղանդավոր լինելը, այդ գաղափարներով ապրող զորեղ անհատականություններ էին պետք։ Չկար Չարենցը, չկար Բակունցը, հայ ստեղծագործ ոգին արունակամ էր եղել։ Եվ ամբողջ հասակով մեկ հառնեց Իսաբեկյան արվեստագետը, հառնեց իր խրոխտ առնական կեցվածքով։ Նա արդեն հայտնի էր հատկապես իր դիմանկարներով, որոնցից առանձնանում էր հիրավի հայ գեղանկարչության եզակի նմուշներից մեկը՝ մոր դիմանկարը, առինքնող, խորը անհատական բնութագրումով, երբ մեկը մյուսի ետևից ստեղծեց Դավիթ Բեկ և Աշոտ Երկաթի երդումը կտավները։ Սա ասպետական ոգու ընդվզում էր կանոնակարգված ամեն մի չափ ու ձևի դեմ, ռոմանտիկ ներշնչակի մի ըմբոստ ալիք, որ պիտի կործաներ ժողովրդի հիշողության ճանապարհին կանգնեցրած հարկիլափակոցները։ Սակայն դա միայնակ ասպետի միայնակ ընդվզում էր։ Ծնվեց հայ ժողովրդի նորորյա ավետարանը, Դերենիկ Դեմիրճյանի Վարդանանք պատմավեպը։ Երիտասարդ նկարիչը օրերով խորասուզվում էր գրքի էջերի մեջ, նրա դեմքը հուզմունքից շիկնում էր, սիրտը ուռչում, այսինչ հրաշք է Տեր Աստված, վերջապես լսելի դարձավ մեր արյան կանչը, վերջապես արթնացավ հայ ցեղի խրոխտ առնական ոգին։ Ով է այս մոգը։ Նկարիչը հուզմունքից դողալով ծեծում է վարպետի դուռը, խոնար երախտագիտությամբ ներկայանում։ Գրողի սուր քննող հայացքը երկար շոշափում է նրան։ Գուցե նրա առնական զորեղ կեցվածքի մեջ վերհիշում է ավարերի կռվի իր հերոսներին, գուցե, ով գիտե։ 1945 թվականին նկարիչը ստեղծում է Վարդանանք պատմավեպի նկարազարդումները։ Այս ոչ մեծ չափերի ածխանկարներում նա ներ է դնում իր ողջ եռանդը, ավյունը, վերագտնում բնատուր խելքի և առնական բազկի պորտքուն ներդաշնակությունը և պատմավեպի ընդհանուր մոնումենտալ հենքի վրա իրեն հատուկ կրքոտությամբ բացում վերապրումի նույնքան մոնումենտալ հուզական շերտեր։ Այդ պատկերները ուղղակի նկարազարդումներ չեն, առանձին դրվագների վերապատկերներ, այլ ստեղծագործական սխրանքի մի զարմանալի վկայություն, որ ակամա եղավ պարզելու նկարչի տեղն ու դերը հայ կերպարվեստում։ Վարդանանքը այս պատկերներով չի սպառվում Իսաբեկյանի համար, ընդհակառակը սկսվում է։ Սա ընդամենը սկիզբ էր, հետագայում այն իր անդրադարձն է գտնելու նրա թեմատիկ և այլ գործերում, դառնալով նորօրյա արվեստ մուտք գործած մի նոր ժանրի, թեմատիկ կոմպոզիցիոն ժանրի հիմնաքարը։ Մեծանուն նկարիչ Վարդգես Սուրենյանցից հետո
Այն իսպար հեռացել էր հայ ստեղծագործ մտքի սահմաններից եւ իր վերադարձն ապրեց իսաբեկյան նկարչի շնորհիվ։ Հայկական Դելակրուա, այլևս այսպես պետք է կոչեին նրան, եւ նկարչի վրձնի հուշկու թափի մեջ պետք է տեսնեին ոչ թե ռոմանտիկայի իրականությունից վերացարկված հույզերի զգացումների խռովախույս ակնթարթներ, այլ հենց ռոմանտիզմ կոչվող ստեղծագործական հայեցակետի բուն ելակետը, իրականության կերպավորման առավել խոսուն չափ ու ձևի մեջ առավել ընդգրկուն պորտքուն ճշմարտությունը։ 1943-ից նա արդեն դասավանդում էր Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, իսկ 1945-ից մինչև օրս Գեղարվեստի ինստիտուտում, եւ այժմ այնքան արժանավոր հայ նկարիչներ Գրիգոր Խանջյան, Սարգիս Մուրադյան եւ շատ ուրիշներ իրենց ստեղծագործական առաջին քայլերը կապում են Էդուարդ Իսաբեկյան անվան հետ։ Եվ միմյանց հետևից ծնվում են հայրենի բնության ջերմ կոլորիտով հագեցած հոգեմոտ մոտիվներ, ժանրային բնապատկերների մի անզուգական շարք։ Այս փոքրածավալ կտավներում նկարիչը մի ներքին մղումով փնտրում է հայ մարդու եւ հարազատ բնաշխարհի ոգեղեն կապի խորհուրդը, թրթռուն վրձնահարվածներով երևակում արևախանձ ժայռերի երակներով հոսող արևային ավշի ոսկեշող երակները, նրա ստորոտում մուգ աչքի պես բացված երկնող հողի կարոտը, հորովելի կանչը, ծառերի խիտ սաղարթների տակ հանգստացող պարմանուհիների մերկ ուսերին ու ազդրերին շողշողացող լույսի թրթիռը։ Նկարչի հայացքը մի անդիմադրելի կրքով շոշափում է ամեն մի քար, ամեն մի թուփ, կապույտ երկնքի ամեն մի կտոր։ Շոշափում ողջ էությամբ տարալուծվում նրանց արևահամ բույրի մեջ, ապրում հայրենի երկրի բիբլիական տաք շնչով ու փնտրում, անընդհատ փնտրում հայ լինելու, հայ ապրելու նորաստեղծ խորհուրդը, լինելիության խորհուրդը մի ժողովրդի, որ նոյնահապետից ի վեր մի զարմանալի համառությամբ կապել է այս արևախանձ քարափներին ու պոկ չի գալիս։ Նկարչի սերը հայրենի բնաշխարհի հանդեպ հայեցողական չէ։ Նա պանթեիստ չէ եւ Աստծուն չէ, որ փնտրում է իր բնապատկերներում, այլ մարդուն, այս հողի վրա ապրելու եւ արարելու նրա հոգեվոր եւ մտավոր բնատուր կերպը։ Սա ինքնին ստեղծագործական հայեցակետ է։ Բնությունը այլևս ֆոն միջավայր չէ, այլ բուն նյութի կերպարի բացահայտման բանալի, նրա էության խորքային շերտերը շոշափող խուզական եւ իմաստային զարկերակ։ Այսպես ծնվում է Իսաբեկյանի նշանավոր կտավներից մեկը՝ Պատանի Դավիթը, էպիկական պարզ, անաղարտ անմիջականությամբ մեր հայացքի առջև հառնում է Պատանի Դավիթը։ Նրա անվրդով հպարտ կեցվածքը ընդգծվել է նույնքան անվրդով անաղարտ մաքրությամբ հայրենի բնաշխարհի ֆոնին, որ մի զարմանալի խորությամբ լայնահունչ սիմֆոնիայի պես բացում է ժողովրդական բանահյուսության ներհունակ խոհուն շերտերը։ Այստեղ չպետք է տեսնել զուտ կոմպոզիցիոն հնարանք։ Խոսքը սիմֆոնիզմին հատուկ սինթետիկ ինքնատիպ մտածողության մասին է, որ այնքան բնորոշ է Իսաբեկյան նկարչին։ Կերպավորման այս սկզբունքը իր դրամատուրգիական հենքի բազմաշերտ բնութագրումներով առավել Երևան է գալիս նկարչի թերևս ամենասիրելի, ամենաթանկ կերպարի Աքսել Բակունցի կերպարի մեջ։ Մեծ գրողը մշտապես մնաց Իսաբեկյանի համար որպես հայ ոգու եւ հայ մտքի կատարյալ մարմնացում։ Աքսել Բակունց, որքան բան տվեց նա նկարչին, որքան ցավ, մաքրամաքուր խույզ ու ներշնչանք։ Կտավի մեջ լուր, ինքնամփոփ արձանացել է գրողը։ Արձանացել է որպես 3000-ամյա կապտամոխրագույն ժայռաձերպերից ու անստվեր լույսի խորհրդավոր շնչից հունցված մի մարմնացում վեհ ու իմաստուն։ Նրա ոտքերի տակ կապտավուն վիհն է, բաց, անտակ երախով, որ դաժան անբեկանելի ճակատագրով պետք է կլանի նրան, տանի նրան որպես նահատակ թողնելով մաքուր երանելի թափառող հոգին իր հինավուրց Գորիսի ժայռեղեն հեռաստաններում։ Նույն կերպ Իսաբեկյանը կստեղծի Խաչատուր Աբովյանի մոնումենտալ կերպարը Արարատի հավերժական բիբլիական խստաշունչ պատկերի հետ։ Նույն կերպ կծնվի նաև Գորիսեցու ծեր կնոջ Մինա Բիբիի կերպարը, որի աչքերի կապույտը պետք է ձգի տանի մեր ժայռերի ծերպերին ծվարած կապույտի այնքան հայեցի ու այնքան իմաստուն աշխարհը իր հազարամյա գերող խմայքով։
Այս նկարներից հետո կսկսենք խոսել Իսաբեկյանի կապտամոխրագույնի մասին։ Այս զարմանալի գույնի ներզգայուն արտահայտչական խորը հնարավորությունների մասին նաև։ Սակայն կա մի ճշմարտություն, ոչ մի նոր բառ, ոչ մի նոր միտք չի ստեղծվում, այլ կարևոր է այն, թե ում շրթունքներից է հնչում այդ բառը, ով է արտահայտում այդ միտքը։ Նույնը եւ գույնը։ Կարևորն այն է, թե ում ներկապնակից է ծնվում այն, հոգեկան ինչպեսի ապրումների միջով է անցնում, զտվում, բյուրեղանում որպես հույզ եւ որպես իմաստ։ Մեծագույն անհատների մոտ ոչ մի բառ եւ ոչ մի գույն չի ստեղծվում, նրանք նորից են ծնվում։ Հետո կմտածեն, թե նկարչի այս գործերը ինչ ժանրի վերագրեն՝ դիմանկարի, կոմպոզիցիոն դիմանկարի, թե մի այլ բանի։ Բայց դա ինչ նշանակություն ունի նկարչի համար։ Այս կտավները հատ-հատ հոգևոր կամրջակներ են, իր մշտագո ճանապարհը, որ կապում են նրան տառապանքի եւ ճշմարտության դառը պտուղը ճաշակած անհատների հետ։ Գիտե վարպետը, որ ճշմարտությունը որպես այդպեսին բոլորի համար չէ, դա ծանր, շատ ծանր բեռ է։ Դժվար է տանել, ավելի քան անկարելի, Աստված մի արածցե անիմաստ, եթե խցկել ես քո հիշողության ծերպերը, եթե զտվել է քո էությունից հարազատ ժողովրդի իրական կերպը անընդհատ նորոգող անհատներին հաղորդվելով քո ցանկությունը։ Եվ այն ժամանակ, երբ հաստատագրված պահանջներին հնազանդ փութաջանությամբ արվեստի սրահները լցվում են հեղափոխական թեմաներով մեծադիր նկարներ, հերոսական լուսապսակով օծված կարմիր առաջնորդների դիմանկարներ, Իսաբեկյանը կերտում էր հայրենակարոտ, հայրենաշունչ կտավներ։ Նա կուլ չգնաց ստին, կեղծիքին, եւ միայն փորեց իր արվի հունը։ Հազար 960 թվականին նկարչի ստեղծագործական հավատամքը խմորվելով հասավ իր կիզակետին եւ ծնվեց պատասխան հասկերտի նկարի երկրորդ տարբերակը։ Մեծադիր մի կտավ, որ արվեստագետի որդեգրած պատմական ժանրի մնայուն արժեք լինելով, իր բազմապլան, բազմաշերտ հյուսվածքի մեջ պետք է բացեր հանուն հայրենյաց գաղափարի կենթանի երակը։ Պետք է ժամանակների խորքից հայ մարդու գիտակցությանը հասցներ սրբագործված արյունով հագեցած այս հողի վրա ապրելու մեծագույն առաքելությունը։ Այս պատմական պահի մեջ նկարիչը մի զարմանալի ուժով բացահայտել է լինելիության հավերժական խորհուրդը, երբ բոլորի միտքը, լինի նախարար թե շինական, սևեռվել, խտացել են հանուն հայրենիքի, հանուն հայ ապրելու եւ հայ նահատակվելու գաղափարի մեջ։ Յուրաքանչյուր շարժում, յուրաքանչյուր հայացք, կերպարային ամեն մի բնորոշում իրենց ինքնատիպությամբ հանդերձ ձուլվել, ամբողջացել են, դարձել մի խոսք, մի միտք, մի նպատակ։ Եվ նորից Իսաբեկյանի կապտամոխրագույնը, որն այլևս պատկեր չէ, նյութ չէ, այլ ոգեղեն մի թանձրացում, որ թևածելով հանուն հայրենյաց երդվյալների գլխավերևում, ալիքվում է իր անչափելի անկշռելի խորության մեջ, անընդհատ ձգվելով դեպի մեզ, օծելու մեր ոգին սրբազան պայքարի հայաշունչ կրակով։ Նկարը դուրս չի մնում հայ կերպարվեստի նահապետի Մարտիրոս Սարյանի ամենատեսաճկից։ Իր բնութագրումների մեջ խիստ լակոնիկ, բայց զարմանալի դիպուկ վարպետը նույն թվականին գրել է. Իսաբեկյանն առանձնանում է իր մոնումենտալ, ինքնատիպ ստեղծագործության առանձնահատուկ բնութագրով։ Նրա ստեղծագործությունը մեծ հետաքրքրություն է հարուցում թե բովանդակության իմաստով, թե արտահայտչական ձևի առումով, որոնք լիովին ներդաշնակում են միմյանց, անկեղծորեն ուրախանում է նկարիչը։ Ուրեմն Սարյանը հայ արվեստի այս իմաստուն քուրմը այսքան տարի լուր հետևել է իրեն, սպասելով հարմար առիթի։ Թող որ մինչև այդ առիթը 2 տասնյակ անցներ, նշանակում է ներքուստ հավատացել է իր վրձնին։ 1963 թվականին Իսաբեկյանին շնորհվում է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչում, նույն տարին նաև Երևանի Գեղարվեստի ինստիտուտի պրոֆեսորի կոչում։
Այս առիթով վրացի ճանաչված գրող Մորիս Փոցխիշվիլին գրել է. «Խռովախույզ ու անհանգիստ վրձնահարվածները, անմիջականությունը, արվեստագետի աչք ու ասպետական հոգի ունեն, իրոք որ ժողովրդական նկարիչ է, նա ապրում է ժողովրդի կյանքով, նրա կտավները հայելու պես արտացոլում են հայոց աշխարհի թե երեկվա և թե վաղվա օրը, արցունքն ու ժպիտը, ցավն ու խինդը։ Ձեր առջև հիրավի ազգային նկարիչ է, ոչ միայն թեմատիկայով, ոճով, այլ ինչ-որ անորսալի օրգանական ինքնությամբ»։ Նկարչին առաջին շնորհավորողները իհարկե ընկերներն էին։ Իսաբեկյանի ընկերները Համոս Սահյան, Հրաչյա Հովհաննիսյան, Պարույր Սևակ, Վահագն Դավթյան, Հրանտ Թամրազյան, ինչպիսի համաստեղություն։ Դժվար չէ պատկերացնել, թե նման ընկերական հավաքներում խոսքը զրույց է ինչ թեմաների շուրջ կարող էին գնալ։